Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 2-ի համար։ Օրը կիրակի է, որոշեցի այսպես քարտերով անել, վաղուց երկար ժամանակ է այս քարտերով չեմ արել կանխատեսում, բայց 1-2 անգամ եմ արել։ Որոշեցի այս քարտերով անել, չնայած որ այդքան էլ լավ չեմ հիշում նշանակությունները, ստիպված պետք է լինեմ նայել նշանակությունները, նոր հետո ասել։ Դե հուսով եմ ամեն ինչ նորմալ կլինի, երկար չեմ նայի։ Տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Կիրակի է, դրա համար շատ ինչ-որ նշանակություն չտվեցի։ Եթե հետաքրքրում է նաև ամսվա ծնվածների համար, կարող եք նայել մյուս ալիքը, եթե ինչ-որ մի բան այստեղ անհասկանալի կլինի ձեզ համար։ Գնայենք առնետներին, տեսնենք ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 2-ին։ Ահա, ուրեմն առաջին քարտը, որը որ ես տեսնում եմ, դա դες հաջողություն է բերելու, հաջողություն խոշոր նախագծերում, լավ ավարտ այդ նախագծերի, մրցույթում հաղթանակ, քննությունների լավ հանձնում։ Դե առաջին քարտը դա էր։ Սպասեք։ Ոմանք ցանկանան սովորել այդ օրը կամ այդ օրը ինչ-որ դասեր կանեք, վերապատրաստում, ինչ-որ կարող եք նաև ինտերնետից սովորել, YouTube-ից սովորել, այն ինչ-որ դուք ցանկանում եք։ Նաև հնարավոր է այդ օրը բամբասանքներ կան ձեր հասցեին, կարող եք լսել նաև, կարող է ձեր գաղտնիքը ոչը մեկը բացահայտի։ Դուք չեք կարող ամենայն դեպս ազդել այդ իրավիճակի վրա, ուղղակի պետք է այդ օրը, եթե չեք ուզում հավելյալ խոսակցություններ լինեն, ապա լավ կլինի, որ ոչ ոքին ոչ մի բանի մասին չխոսեք, չպատմեք ձեր կյանքը, չկիսվեք ոչ ոքի հետ այդ օրը ոչինչ, ոչ ոք ոնց որ նաև ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կլինեք, որևէ մի ոլորտում ինչ-որ մի բան տեղի կունենա, որը որ ձեզ կերջանկացնի, դա արևը այսպես թե այնպես ինքը դրական քարտ է, ինչ-որ ուրախություն, կարող է նաև առիթ է, որը նշում եք այդ օրը։ Եթե ուզում եք հղիանալ, ապա դա նաև ասում է, այո, կարող եք հղիանալ։ Եվ կարող եք նաև այդ օրը ձեր սիրելիներին, ձեր հարազատ մարդկանց օգնության համար դիմեք, կամ նաև կարող է իրենք ունենան ձեր օգնության կարիքը եւ դիմեք։
Եթե ինչ-որ մի բան է, որ չեք կարող ինքնուրույն հաղթահարել, բայց լավ կլինի, որպեսզի դիմեք ձեր հարազատ մարդկանց։ Ինքնուրույն ոնց որ չեք կարող անել։ Ձեր ծնողներից նույնպես։ Այսքանը, նաև որ եթե առաջադրանք կարող ավարտել, միգուցե պատվեր էին տվել, դա եք ավարտում։ Եթե ինչ-որ մի բան սկսեք, ապա յուրաքանչյուր բան թե սկսել եք դրա հաջող ավարտ կունենաք, կհասնեք ձեր նպատակին, և եթե ինչ-որ մի բան ձեզ մոտ անկայուններ, ապա այդ ոլորտը կկայունանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 2-ին։ Հարգելի ցուլեր, նաև տարվա ծնված ցուլերին է վերաբերվում միայն։ Եթե ինչ-որ մի բան են ձեզ պատվիրել կամ առաջադրանքեր տվել ձեր տնօրենը, ապա դրա կավարտեք ի վերջո դա։ Եթե ինչ-որ մի բան սկսեք, ապա դրա ևս ավարտը հաջողությամբ կլինի, ձեր նպատակին կարող եք հասնել այդ օրը։ Նաև եթե ինչ-որ մի բան ձեզ մոտ անկայուներ, ապա դա այդ ոլորտը կկայունանա։ Նաև ոմանց մոտ սա կարող է լինել ժառանգություն, ոմանց մոտ պետք է ոնց որ ևս ուսումնասիրեք ձեր ներսը, թե ինչ է կատարվում ձեր ներսում։ Խորը իմաստ է սա, ոնց որ ինչ եք դուք ուզում, ինչի մասին եք երազում։ Նաև կարող է ոմանք ցանկանան այդ օրը մեդիտացիա անել, ովքեր որ նման գործերով են սիրում եք անել մեդիտացիա, ապա կարող եք նաև մեդիտացիա անել, եթե ոչ, ապա կարող եք գնալ ինչ-որ միտեղ մենակ մնալ, դա ևս հանգստացնում է ձեր մտքերը կարգի բերելու համար, ձեր զգացմունքները կարգի բերելու համար, ձեր այդ ինչ-որ մի իրավիճակ է, որը կարգի պետք է բերեք։ Եվ ուշադիր եղեք այդ օրը, որովհետև կարող եք վիճել, որովհետև կարող եք նաև ավարտին հասցնել ինչ-որ մի հարաբերություն եւ միգուցե դրա համար է ձեզ պետք է մնալ միայնակ։ Աշխատանքը նույնպես, ուշադիր եղեք, բարձի թողի վիճակ մի արեք, սա ոմանք նաև կարող ցանկանան ամուսնալուծվել այս քարտով, ցանկանան աշխատանքից դուրս գալ, դրա համար երկար մտածեք յուրաքանչյուր քայլ անելուց առաջ։ Եթե խզեք, եթե դուրս գաք, ապա դա կլինի վերջնական։ Դրան հետ քայլ այլևս չի լինի, դրա համար երկար մտածեք։ Դրա համար կարող է վեճ լինել, էմոցիոնալ լինեք, այդպես ամեն մի մանրուքների շուրջ կարող է լինել նաև վեճը։ Դրա համար լավ կլինի, որ դուրս գաք, գնաք որևիցե միտեղ, միայնակ մնաք, հետո հետ գաք տուն, եթե տանն է։
ոնց որ կարող է բռնկվեք, հա, այդպես եւ չկարողանաք ձեզ զսպել, դրանից էլ լինի վեճ բավականին շատ։ Եվ կարող եք ընդմիշտ նաև կորցնել դիմացինին, նաև կորցնել աշխատանքը։ Գուցե աշխատանքի վայրում է, ոչ եք կարողam դիմանալ եւ վիճում եք։ Այսքանը ձեզ համար, զգուշացումներ ունեիք, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 2-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք, նաև ոչ նախագծի ավարտ կարող է լինել, ինչ-որ մի բան կարող եք սկսել, դա ավարտին հասցնել, այն ինչ-որ անկայուն էր, դա կկայունանա ձեզ մոտ, ոմանք կգնան եկեղեցի, մոմ կվառեն, հաջողություն է ձեզ սպասվում այդ օրը, ինչ որ անեք այդ օրը, մի խոսքով ամեն ինչը հաջողություն է ձեզ բերելու։ Ունեք 3 հաջողակ քարտեր, որոնք որ ցույց են տալիս միմիայն հաջողություն ձեզ մոտ։ Հաջող ավարտ, հաջողություն աշխատանքում, գումար կարող եք ստանալ, հնարավոր է նաև սիրո խոստովանություն, մի խոսքով յուրաքանչյուր տեղից հաջողություն ունեք այդ օրը։ Նաև կարող եք գնալ եկեղեցի, մոմ վառել, ինչպես որ արդեն ասացի, նաև դուք ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչ եք ուզում, ինչպես եք ուզում անել այդ օրը, այն ինչ որ մի ոլորտին է դա վերաբերվում, գուցե խճճվել եք ինչ որ մի հարցի հետ կապված։ Եվ ձեզ կարող են խորհուրդ տալ, իմաստուն խորհուրդ, որը ձեզ մտերիմ անձնավորություն, կարող ամեն անգամ գնում եք իր մոտ այդ խորհուրդները լսելու համար եւ այդ հարցի պատասխանը, որը որ ասացի պետք է տակ, գուցե իրեն պետք է դիմեք այդ հարցի համար, որպեսզի այն ձեզ ճիշտ խորհուրդներ տա։ Դիմեք հարազատներին, բարեկամի օգնությանը։ Եվ կարող եք նաև դիմել Աստծուն այդ օրը, ինչ որ հարցի պատասխանները, եթե չգիտեք, դիմեք Աստծուն, մոմ վառեք, թեկուզ տանը, եթե չեք գնում եկեղեցի, կարող եք նաև այդպես։ Այսքանը ձեզ համար ունեք միայն հաջողություն եւ ինչ որ հարցերի պատասխաններ, որոնք որ կամ ձեզ կօգնեն, կամ պետք է դիմեք Աստծուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներ, ճագարներին։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 2-ին։
Հարգելի նապաստակներ, ճակատներ, խաչը ընդհանրապես ցույց է տալիս, որ դուք պետք է ընդունեք ձեր սեփական ճակատագիրը, ինչ-որ մի վիճակ է, որ պետք է հաշտվեք և ընդունեք այնպես, ինչպես որ կա այդ իրավիճակը։ Եվ կողքը սիրտն է, հենց միգուցե սիրային հարցերի հետ է դա կապված։ Ոչինչ կախված չէ ձեզանից, այլ կարելի ասել պետք է թողնեք Աստծուն, որպեսզի նա որոշի ձեր փոխարեն այդ օրը, նա անի այդ օրը։ Նոր ծանոթություններ այդ օրը կունենաք, բայց միգուցե կարող է տարօրինակ մարդիկ են, հետաքրքիր մարդկանց հետ, ինչ որ կփոխի այդ մարդը ձեր կյանքը, միգուցե եւ սիրային առումով է եւ ուղղակի ընկեր։ Բայց պետք է հասկանալ, որ այստեղ ինչ որ դիմակի տակ հաստատ ինչ որ մի բան է թաքնված եւ պետք չի այդպես միանգամից հալած յուղի նման ընդունել հա տվյալ անձնավորությանը, որ վայ եկել է իմ կյանք, վայ ուրախ է, վայ իմ կյանքը փոխեց, վայ տրամադրությունս բարձրացնում է եւ այլն, հա պետք է անպայման լավ ուսումնասիրել։ Երկար մտածել իհարկե։ Եվ իհարկե հնարավոր են նոր սեր, նոր հարաբերություններ, բայց ինչ որ մի բանը դեռ անորոշ է ձեզ մոտ եւ պետք է այդ հարցին լուծում տակ, դրա համար կարող եք դիմել Աստծուն, թողեք Աստծուն նաեւ հա ձեր հարաբերությունների հետ կապված, նոր սիրո հետ կապված։ Եվ եթե ինչ որ մի բանը ուրիշ ձև եք նայում, դա եւս, հա ոնց որ պետք է փոխեք այդ նայելու ձևը, փոխեք այդ վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ։ Եվ մտածմունքներ բավականին շատ կունենաք այդ օրը, ինչ որ մեկի մասին կարող եք մտածել, կամ ինչ որ բանի մասին կարող եք մտածել երկար։ Հնարավոր է երկու տարբեր մարդկանց հետ եք ծանոթանում։ Մյուսը շատ լավն է, մյուսը դիմակով է։ Դուք պետք է կարողանաք տարբերել այդ մարդուն, թե ով ինչպիսին է։ Անսովոր մարդ է լինելու։ Նաև ոմանք ինտիմ հարաբերություններ այդ օրը կունենան, պատահական ոչ մեկին կարող եք հանդիպել եւ այդպես հա ինտիմ հարաբերություններ ունենալ։ Եվ կարող է նաև դա շարունակական լինել, շարունակություն ունենալ։ Դա կարող է լինել իրոք որ սիրային առումով եւ կարող է ճակատագիրն է ձեզ ուղարկում տվյալ անձնավորությանը։ Հնարավոր է ինչ որ մի աշխատանք ձեզ առաջարկեն այդ օրը կամ հա ինչ որ մի քանի ժամով աշխատանք առաջարկեն այդ օրը կամ ոչ թե պաշտոն է, բայց ոնց որ ժամանակավոր ինչ որ մեկին փոխարինեք։ Դա կարող են ձեզ ասել, որը ոնց որ հա գիտեք, որ այդ տվյալ անձնավորությունը եկավ, դուք պետք է դա այդտեղից դուրս գաք լքեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 2-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հնարավոր է հանդիպում, ծանոթություն, այնպեսի մեկի հետ, ով շատ անակնկալներ կտա ձեզ, անսովոր նվերներ կարող է մատուցել ձեզ,
Նաև կարող է ձեզ ամուսնության առաջարկ անել։ Այդ օրը նաև հաջողություն ունեք, նոր կարող կիսել ձեր ընկերների հետ, հաջող նախագծի ավարտ, մրցույթում հաղթանակ, քննությունների լավ հանձնում, նաև հրճակ, փառք, հաջողություն, յուրաքանչյուր պարագայում հաջողություն։ Ոմանք կարող են ճանապարհ գնալ, գործուղման գնալ, ռոմանտիկ ժամադրություն կարող է լինել, հանգիստ կարող եք գնալ հանգստի։ Կարող լուծել նաև ճանապարհին լուծել տարբեր տեսակի խնդիրներ, որից է բանակցել տարբեր մարդկանց հետ։ Ոնց որ ինչ որ հանգամանքներ են, որոնք որ ձեզ կստիպեն ավելի կենտրոնանալ, ուշադիր լինել։ Եվ եթե գնում եք հանգստանալու, ապա ոնց որ ավելի շատ կկենտրոնանաք գործերի վրա, քան բուն կհանգստանաք։ Նաև հանգիստ է նշանակում, իրոք կարող գնալ հանգստանալու։ Այստեղ մի քարտ ունենք նաև։ Հանգստի ժամանակ է, եթե թեկուզ եք գնում հանգստանալու, ապա ոնց որ այդ օրը ուղղակի վայելում եք կյանքը, նստում եք եւ հանգստանում եք։ Ոչ թե խնդիրներ չկան, ոչ հարցերի պատասխաններ չկան, մարդը իրեն անջատում է ամեն ինչից եւ նստում է ուղղակի հանգստանալու։ Ամեն ինչ դնում եք մի կողմ եւ հանգստանում եք։ Նաև կարող է այդ օրը ծախսեր անեք, չպլանավորված ծախսեր են դրանք, ուշադիր եղեք նաև ձեր գումարներին։ Եվ նաև ինչ որ կարող է անհրաժեշտ է ներկա խնդիրներ լուծելու համար գումար ծախսել, վճարում կատարել։ Եվ այսքանը կարծես թե նաև նետ ունենք, դա նշանակում է վեճ, պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի չվիճեք։ Դիմացինի հետ կարող եք խոցել դիմացինին, վիրավորել դիմացինին ձեր բառերով, ձեր ասածով, հետո արդեն դժվար կլինի այդ մարդու հետ հարաբերությունները նորից կառուցել։ Դրա համար երկար մտածեք դիմացինին վիրավորելուց առաջ, որտեղ դեռ դուք այդ մարդու հետ շարունակում եք շփվել։ Դա լինի ընկեր, հարաբերություններ ռոմանտիկ, գործընկեր լինի, թե նաև ընտանիքի անդամ։ Պետք է ուշադիր լինել, այստեղ կարող եք վիրավորել դիմացինին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոչերին։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 2-ին։ Հարգելի օձեր, այդ օրը դժվար, բայց հաղթանակ ունենաք, մի փոքր դժվար կլինի, ձեր ցանկությունները կիրականանան, ձեր նպատակները կիրականանան, դա կարող է հեշտ չլինել, բայց ջանքերի շնորհիվ կկարողանաք հասնել դրան։ Նաև եթե սիրային հարաբերությունների մեջ եք, եթե հիմա սիրային հարաբերությունում խնդիրներ կա, ապա քիչ դժվար ճանապարհ կանցնեք, բայց իհարկե ի վերջո միասին կլինեք։ Նաև ժամը կարող պայմանավորվել, նաև ասում է պետք է շտապեք,
ժամանակը դա է ցույց տալիս, ինչ էր որ անեք, հիմա պետք է շտապեք, մի հետաձգեք, ոչ մի գործեր, արագ որոշումներ կայացրեք, ավելի շուտ խոստովանեք ձեր սերը կամ անմիջապես մարեք ձեր հին պարտքերը։ Նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, հնարավոր է նաև փոքր հիվանդություն, լուրջ չի, բայց համրսածություն, հոգնածություն նաև կարող է լինել, աշխատանքի մեջ եք լինում եւ մոռանում եք ձեզ խնամել։ Ուղղակի ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, ձեզ այստեղ զգուշացում ունեք։ Նաև հաջողություն ունեք աշխատանքում, բիզնեսում, սիրո մեջ, եթե ինչ-որ մի հարց այնպես չէր, խնդիրներով էր, ապա եւս ինչին դիպչեք, այդ օրը հաջողությամբ կավարտվի։ Գումար կստանաք այդ օրը, եթե հնարավոր է, կարող է տեղափոխվում նաև երկուշաբթի օր։ Նաև կարող է հեղինակությունը բարձրանալ, պաշտոնը բարձրանալ, նոր սեր գտնեք, եթե միայնակ եք, ապա կարող է այդ օրը նաև սիրահարվել դիմացինին։ Բայց նաև մենք ունենք օձեր, դա կարող է լինել աշխատանքում, կարող է նաև ձեր, որ այդ օրը շատ եք հաջողություն ունենուք միանգամից, ֆշշնում են ձեր վրա։ Եթե գումարի հետ եք կապված, այստեղ գումար պետք է տա կամ դուք պետք է գումար վերցնեք, եկեք ավելի լավ է մենք այս օձին հանենք, սա դնենք։ Դե օձի մասին ասեցի, ամենայն դեպս ուրեմն պետք է զգուշացում լիներ ձեզ, դրա համար էլ երևի ինկավ։ Ոմանք կգնան ճանապարհ, գործուղման, դա համար կարող է, այստեղ բարձրանում է ձեր պաշտոնը կամ ինչ-որ հստակ առաջադրանք են տալի, որ առաջ խաղացում է նաև նշանակում։ Կարող է գնալ ռոմանտիկ հարաբերության, ինչ-որ հանդիպման, ռոմանտիկ ճանապարհորդության, գնաք հանգստի, հանգստանաք, կարող եք նաև ճանապարհ գնալ եւ ճանապարհին լուծեք տարբեր տեսակի խնդիրներ, բանակցեք մարդկանց հետ եւ կարող են հանգամանքներ ձեր ստիպել, որ ավելի շատ կենտրոնանաք ինչ-որ մի բանի վրա, ուշադիր լինեք եւ կարող եք նաև հանգստի ժամանակ չունենաք։ Եթե անգամ գնում եք հանգստանալու, էլի ինչ-որ բաներ կարող են տեղի ունենալ, որ պետք է ուշադրություն դարձնեք դրանց ավելի շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 2-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը կարող եք ճանապարհորդել, գործուղման գնալ, բավականին շատ գործեր կունենաք, որ ստիպված կլինեք այն տարբեր խնդիրներ լուծել, բանակցել տարբեր մարդկանց հետ եւ ինչ-որ հանգամանքներ ձեզ կարող են ստիպել, որպեսզի դուք կենտրոնանաք ինչ-որ մի բանի վրա, ուշադիր լինեք եւ հանգստանալու ժամանակ չի լինի այդ օրը։ Կարող եք անընդհատ ճանապարհներին լինեք։ Ոմանք նաև կարող են գնալ ռոմանտիկ ոչ ճանապարհորդության, գնաք հանգստի, բայց այ եւս էլ եմ ասում, ոնց որ հանգստի ժամանակ այդքան էլ չի լինի։
Ինչ որ կին է, որ այդքանը լավը չէ, ձեր կարելի ասել մրցակիցն է, ձեր աշխատանքի վայրում է, իրար հետ մրցակցության մեջ եք, չար անձնավորություն է, որը հնարավորություն է փնտրում, որպեսզի ձեզ վնասի, նաև կողը ազգական է, ինչ որ մեկը ում ընկեր եք համարում, այնպես որ ուշադիր եղեք։ Եվ բարձր տրամադրություն կունենաք այդ օրը, էներգիայով լի կլինեք, ամեն ինչը նորմալ է, երջանկություն, բարգավաճում է միայն ձեզ սպասվում։ Դա ինչ, եթե հղիությունն եք ուզում, ապա կարող եք հղիանալ այդ օրը, այնպես որ ուշադիր եղեք, եթե չեք ուզում։ Այսքանը ձեզ համար, գուցե նաև ձեր հարազատներն են հղիանում, դրա լուրն եք իմանում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կայծերի։ Բավականին շատ ժամանակատար է, որովհետև նայում եմ նշանակություններին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 2-ին։ Հարկելի ձիեր, այծեր, ներեցեք, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի հարցից, բայց մի փոքր դժվարություններ, ջանքեր գործադրելով կարող եք անցնել այդ հաղթանակը։ Դա կարող է լինել սիրո մեջ, դա կարող է լինել աշխատանքում, ինչ էլ որ լինի, միևնույն է, հաղթանակը ի վերջո ձեր կողմն է, բայց ջանքերի գնով։ Նաև այդ օրը ոմանք կարող են առաջ խաղացում ստանալ, նոր պաշտոն ստանալ, հաջող քննություններ կարող եք հանձնել, նաև ինչ-որ մի բան կարող եք իմանալ ձեր ընկերների, ձեր սիրելիների հետ կապված։ Կարող է նաև գաղտնիք է բացահայտվում ձեզ համար։ Այսքան ուրիշ ոչինչ չունեք, ցավոք սրտի 2-ն է, գուցե լավ չեմ նայել, դուք կարող եք նայել եւ նշել հետո ձեզ մոտից ավելի լավ է երևում այստեղ վերևից, կարող եք նշել, հետո նշանակությունը ինձ ձեզ կասեմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 2-ին։ Հարգելի
կապիկներ։ Այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, ուշադիր եղեք իրենց վերաբերմունքից, հա, կարող են փորձել վնասել ձեզ ինչ-որ մի հարցում։ Նաև ոմանց մոտ սա առաջ խաղացում է, պաշտոնի բարձրացում եւ ամենջապես նախանձ մարդիկ կան, այստեղ ինչ-որ կին է, որ կարող է նախանձել ձեզ։ Նաև կարող եք ինչ-որ մեկի մասին, ոչ թե տեղեկատվություն իմանալ ձեր ընկերոջ, ձեր զույգի հետ կապված։ Նաև ձեր նպատակին հասնելու ճանապարհին մի փոքր խոչընդոտներ կարող լինել, հնարավոր է նաև օձերն են այդ խոչընդոտները անում։ Կարող եք հանդիպել դժվարությունների, կարող է լուրջ խնդիրներ են դրանք, որոնք որ պետք է այդ օրը անեք լուծեք։ Եվ դրա համար մի կիսվեք այդ օրը ոչ ոքի հետ, որովհետև կարող են նաև իրենք էլ լինել դրանց պատճառը այդ օձերը։ Կամ կարող եք, եթե հնարավորություն կա, մի արեք այդ գործը, թողեք այդ օրը, թողեք թող մնա եւ նաեւ թողեք Աստծուն, հա, այստեղ եկեղեցի ունենք կամ գնացեք եկեղեցի, կամ թողեք այն Աստծուն ինքը կլուծի այդ հարցերը, եթե շատ է, հա, ինչ որ մեծ է խնդիրը։ Կարող են նաեւ ոչ նշաններ ձեզ ուղարկեն, որպեսզի դուք հասկանաք ինչ պետք է անեք։ Այդ նշաններին նաեւ ուշադիր եղեք։ Եթե ոչ, ապա կարող եք դիմել, եթե ոչ է խնդիրներ կան։ Եվ ուշադիր եղեք նաև ձեր զույգի հետ կապված, այստեղ միգուցե նաև ինչ-որ բաներ են բացահայտվում կամ այդ կինն է խառնում ձեր զույգի հետ կապված, այստեղ ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք, չբաժանվեք ձեր զույգից, կարող են խառնել ձեզ։ Այնպես որ ուշադիր եղեք նաև աշխատանքի հետ կապված, նաև զույգերի հետ կապված այստեղ կարող են եւ այնտեղ խառնել, երկուսն էլ կան։ Ամեն ինչի իրոք թողեք Աստծուն, թողի, ինքը կանե։ Այստեղ եւ աշխատանքում է եւ անձնական հարաբերություններում է խնդիրները։ Ինչ-որ մի բան է բացահայտվում նաև։ Եվ խառնում են եւ այլն, ինչ որ պահեր են այստեղ։ Մի լսեք իրենց, ձեր օրը մի փչացրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին նոյեմբերի 2-ին։ Հարգելի աքաղներ, այդ օրը պետք է ընդունեք ձեր կյանք այն ինչ որ կա, հա, ոնց որ այն ինչպես որ կա, այդպես պետք է ընդունեք ձեր կյանքում յուրաքանչյուր բան։ Ինչ եթե դժվարություն է, եթե ինչ որ մի բան է, հա, դա պետք է ընդունեք այնպես ինչպես որ կա։ Պետք է հաշտվեք դրա հետ, հա, եւ վերջը, ոչինչ կախված չէ ձեզանից։ Եվ հա դա Աստծուց է եւ պետք է թույլ տաք որ այն ինչը որ ինքը անում է ուրեմն դա ճիշտ է։ Նաեւ եթե ինչ որ մեկի հետ վիճել եք այստեղ որովհետեւ վեճ կա, որովհետեւ հնարավոր է բամբասանքի հետևանք է նաեւ միգուցե այդ օրն եք ուղղակի լսում բամբասանքներ, որը որ կարող է մի փոքր վեճ բերել, ցանկանան ձեզ բաժանեն կամ փորձեք նաեւ բաժանվել, բայց այստեղ հաջողություն ունեք եւ այդ հաջողությունը նաեւ որ թույլ չի տալիս ձեզ բաժանվել։ Թույլ չի տալիս հեռանալ ինչ որ մեկից, թույլ չի տալիս որպեսի վիճեք,
Կարող եք լսել բամբասանք, բայց ուրիշ ձև այն ընկալեք, ուրիշ ձև այն ընդունեք եւ թույլ չտաք, որպեսզի դրանով եւ ձեր ընտանիքը եւ ձեր զույգի հետ կապված ինչ որ մի խնդիր ձեզ բաժանի կամ ընդհանրապես վեճ առաջանա ձեր հարաբերություններում։ Այն չէ որ լսեք այդ որ ոնց որ ականջի ձերով եք անցկացնելու։ Այսքանը ձեզ համար միգուցե իրոք սա փորձություն է ձեզ եւ կարողանում եք հաղթահարել։ Դե ովքեր որ չհաղթահարեն, ինչեւ ոչ կգնան կվիճեն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 2-ին։ Հարգելի շներ, այդ օրը լավ լուր կստանաք, ցանկությունների իրականացում, մրցույթում հաղթանակ, վիճակը խաղում հաղթանակ, հնարավոր է նաև որ չէ տոնակատարություն է, որ չէ հանդիպում է տարբեր մարդկանց հետ, գուցե առիթի եք հրավիրված այդ օրը կարող եք գնալ։ Եվ էմոցիոնալ կլինեք, բայց այս էմոցիաները կապված են հաջողության հետ, հա, ինչ որ մի բանը հաջողությամբ կավարտվի, ինչ որ մի բանը հաջողությամբ կլինի եւ դրանից էլ էմոցիոնալ կլինեք։ Եվ ժամը նաև ցույց է տալիս, որ պետք է շտապել, ոչինչ պետք չէ հետաձգել, թեկուզ սիրո խոստովանությունը, պարտքեր մարել, արագ որոշումներ կայացրեք նաև, ինչ որ բաներ կարող եք դրա համար ձեր ձեռքից բաց թողնել, եթե արագ չանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 2-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը որովիցե գաղտնիք կարող է բացահայտվել եւ ձեր սիրելիի մասին եւ ձեր ընկերների մասին, նաեւ
կարող եք ուսմամբ այդ օրը զբաղվել գիտելիքներով, ոմանք կարող են պաշտոն ստանալ, առաջ խաղացում, հաջող քննություններ հանձնեք, կարող են նաև սիրո խոստովանություն են անում ձեզ, բայց օձեր կան ձեր շրջապատում, եւ ֆինանսական առումով կարող են փորձել ձեզ խաբել, եւ միգուցե գաղտնիքը բացահայտվում է հենց իրանց հետ կապված, նաև մրցակից է սա, եւ սիրային հարաբերությունների հետ կապված, եւ աշխատանքում, եւ հարաբերությունների եւ բիզնեսում նույնպես։ Այդ օրը կարիք կունենաք որևիցե մեկից խորհուրդ հարցնելու, միգուցե ընտանիքի անդամ է, միգուցե այնպիսի մեկն է, ումից որ միշտ խորհուրդ եք հարցնում, նաև հաղթանակած դուրս կգաք ոչ է հարցում, բայց մի փոքր ջանքերի շնորհիվ հանգիստ շատ արագ եւ հեշտ չի լինում այդ հաղթանակը, կարող եք մի փոքր խնդիրներից ջանքեր գործադրելուց հետո նոր կարողանաք ունենալ այդ հաղթանակը։ Նաև այստեղ քարտ ունենք, որը մի փոքր աննշան խնդիրներ է ձեզ տալիս, բայց ինչպես որ ասում են, ինչպես հանկարծակի կգան, այդպես հանկարծակի էլ դրանք կանցնեն։ Ոնց որ սկսվել են, այտենց էլ հանկարծակի դրանք կավարտվեն։ Ոչ մի լուրջ բան, ոչ մի լուրջ հետևանք նա չի ունենա։ Դա համար ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լի կլինեք, այնպես որ ոչինչ ձեր տրամադրության վրա չի ազդում։ Նաև սեղանի շուրջ եք նստելու, այդ օրը միգուցե առիթ ունեք, գնում եք առիթի, սեղանի շուրջ եք նստելու եւ ուղղակի ուշադիր եղեք այստեղ։ Դե ում հետ եք սեղանի շուրջ նստում, մի կիսվեք շատ այդ օրը։ Գաղտնիք մի բացահայտեք, մի ասեք, որտեղ կարող այդ գաղտնիքը բացահայտվի։ Այստեղ ինչ-որ մի բան կստեղծեք, ընկերներով կհավաքվեք, միգուցե հաղթանակն եք նշում, ինչ-որ մի բան եք նշում, միգուցե պաշտոն են տվել ձեզ, դա եք նշում, նաև ոնց որ ասում են, ձեզ առիթ պետք չի այդ օրը, որպեսզի նշեք, ոնց որ ուղղակի կհավաքվեք եւ դուք ինքներդ այդ առիթը կստեղծեք եւ կնշեք ուղղակի։ Այսօրվա օրով կապրեք, այսօրվա հետաքրքրություններով, ուրիշ ոչինչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։